Բարի երեկո, եթերում ուրվագիծն է, ես Պետրոս Ղազարյանն եմ։ Ստատիոներ, մենք շարունակում ենք հետևել քաղաքական զարգացումներին։ Դուք գիտեք, որ նոր սահմանադրության մի քանի գլուխներ արդեն ներկայացվել են հանրությանը, հասարակության մեջ բուռն քննադատություն է գնում, կարծիքները նույնիսկ ծայրահեղանում են, շատ ընդդիմադիրներ այս սահմանադրությունը նոր սահմանադրության փաթեթը որակում են որպես հեղաշրջման փորձ, կառավարման հեղաշրջման փորձ, մյուս կողմից պնդում են, որ սա երկիրը ժողովրդավարացնելու միակ եւ ճիշտ ճանապարհն է։ Մենք այսօր գովազդային կարճ եւ թանկ վարքյաններից հետո կզրուցենք Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ։ Այսպես, սիրելի ստատիոներ, մենք այսօր զրուցելու ենք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ։ Բարեկո, պարոն Դանիելյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, մի բան ակնհայտ է, նայած Սահմանադրության բարեփոխումների որակը, սա քննարկման առարկա, որ այն պետք է լինի քաղաքական կոնսենսուսի արդյունքում, որովհետև եթե հասարակության մի մասը մերժի Սահմանադրությունը, ի սահմանադրությունը ներկայացման իշխանությունը եւ հասարակության տրամադրություններն էլ լավը չեն, մենք ի սկզբանե դատապարտված ենք լինելու ոչ լեգիտիմ Սահմանադրության։ Իսկ ընդդիմությունը արդեն իսկ որակում է այս Սահմանադրությունը համարյա հեղաշրջման փորձ եւ իշխանությունը հավերժացնելու փորձ։ Դուք համաձայն եք, որ ճիշտ քաղաքական իրավիճակ չի Սահմանադրական բարեփոխումների համար։ Չկա սոցիալական կոնսենսուսի մթնոլորտ, կուլտուրա այսօր։ Երկու մասի կբաժանեի ձեր հարցադրումը, իսկապես Սահմանադրության մեջ կան հիմնադրույթներ, որոնք բացառապես քաղաքական փոխզիջում են ենթադրում, եւ եթե չլինի ներքին համաձայնություն, քաղաքական ուժերի մեջ հստակ արտահայտված համաձայնություն, ապա բնականաբար մենք չենք էլ կարող ակնկալել, որ կընդունվի Սահմանադրությունը կամ եթե անգամ ընդունվի, դա կարտահայտի քաղաքական ուժերի ճիշտ հարաբերակցությունը։ Բայց միաժամանակ Սահմանադրությունում կան բազմաթիվ այլ դրույթներ, որոնք միայն քաղաքական ուժերի փոխզիջման տեսանկյունից նայելը կարծում այնքան էլ ճիշտ չէ։ Բայց սա գլխավոր քաղաքական փաստաթղթ է։ Անկամ գլխավոր իրավաքաղաքական փաստաթղթի պարագայում։ Դրա համար էլ մենք եթե հիշում եք, ասացինք, որ հատկապես կառավարման ձևին վերաբերող հարցադրումները միայն այս հարթությամբ կարող են լուծել քաղաքական փոխհամաձայնության եւ եթե լինի մեծ հաշվով այդպիսի համաձայնություն, մենք կարող ենք կատարել նաեւ հաջորդ քայլը։ Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կատարյալ փոխզիջում կամ չգիտեմ փոխհամաձայնություն չի եղավ, բայց քաղաքական ուժերի մի մեծ հատվածը իր որոշ իհարկե նախապայմաններով նաեւ քննարկման ակտիվ մասնակցությամբ ցուցաբերեցին, որ իրենք պատրաստ են Սահմանադրության տեքստը ընդունելուն, քննարկելուն եւ իրենք համարեցին, որ ունենալով իհարկե բազմաթիվ հարցերում տարաձայնություն, որ իրենք պատրաստ են մասնակցել այս գործընթացին։ Ուղղակի նկատի ունեցեք, որ քաղաքական ուժերի մեջ էլ կա տարբեր մոտեցում եւ կառավարման ձևի հետ կապված եւ ընտրական համակարգի եւ զանազանար քաղաքական բնույթի հարցադրումների։ Ինչ վերաբերում է սոցիալական ձեր հարցադրման երկրորդ, ասենք տեսանկյունին, թե սոցիալական իրավիճակը, սոցիալական տրամադրությունները որքանով են համահունչ, կարծում եմ, որ իսկապես բարդ իրավիճակ է, օբյեկտիվորեն վերցրած, մարդիկ մի մասը, ովքեր որ տեղակ չեն, այնքանով որքանով կարողանում են իրազեկվել ձեր կողմից ճիշտ մատնանշված ծայրահեղ դիրքորոշումներին չեն էլ կարողանում իսկապես հասկանալ կողմնորոշվել, թե ինչի մասն է խոսքը։ Այսինքն իսկապես այս Սահմանադրությունը զուտ քաղաքական խնդիր է լուծում, այն էլ որոշ հատվածի համար, թե սա ժողովրդավարությանը նպաստող քաղաքական փաստաթուղթ է։ Դրա համար էլ մենք բնականաբար ոչ միայն բավարարվել ենք տեքստ պատրաստելով, այլև մեր խնդիրն ենք համարում մարդկանց հնարավորինս հստակ բարձրաբանել, բացատրել, որ սա կարևոր սոցիալական այդ մտածողությունը ունի մի հատ շատ կարևոր հիմք։ Ըստ էության այս բարեփոխում ներկայացնողները, նաև դուք, նաև իշխանությունը, ասում են, որ մենք փորձում ենք իշխանությունը ապակենտրոնացնել, ավելի ժողովրդավարացնել, ավելի մարդակենտրոն սարքել, քաղաքական հակակշիռները ավելացնել, ընդդիմության դերը բարձրացնել։ Բայց մարդիկ տեսել են 10 տարվա մեջ, որ սա ըստ էության նախաձեռնում մի քաղաքական ուժ, որը կենտրոնացել է հնարավորինս վերջին գյուղի նույնիսկ պահակին սարքել է սեփական կուսակցության անդամ, բուհերի ռեկտորներին, այսինքն կենտրոնացել է ինչքան կարա ամեն ինչ։ Եվ հիմա այդ ուժը ասում է, ես հիմա 180 աշճան հակառակ բան եմ ուզում անեմ։ Մարդիկ ենթագիտակցորեն նույնիսկ ասում են հնարավոր է ասես բան։ Դուք հարցը մի փոքր ինձ թվում է տեղափոխում եք ավելի շատ
Դեք ինչ հոգեբանական, չէ, ոչ մի հոգեբանություն չկա, ռացիոնալ մտածել։ Ես տեսնում եմ, որի 10 տարվա քաղաքական գործունեությունը միտված է կենտրոնացման ուժը իր ձեռքում։ Եվ հիմա ինքը գալիս է հարությունաշեն հակառակ բան ասում։ Հասկանալի է, Պետրոս, դուք բարձրացնում եք վստահության խնդիր։ Հիմա մեկ էլ ասում եք, լավ, կարող է մի մաս իսկապես կարող է, չգիտեմ, որ հատվածը չի վստահում, բայց խնդիրը կոնկրետ փաստաթղթի մասին է։ Հիմա, եթե այս փաստաթղթը իրոք վստահություն չի ներշնչում, պետք է ծանոթանան, հասկանան փաստաթղթի նաև կիրառման ինչպեսի հնարավորություններ կարող է լինել ուղիներ, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ երբեմն նույնաբովանդակ իրավական փաստաթղթերը տարբեր դրսևորումներ են ունենում։ Հիմա շատ հաճախ, որպեսզի նաև բացառենք հնարավոր բացական դրսևորումները, մենք ասում ենք, որ այս փաստաթղթում կան երաշխիքներ, որ ձեր ասած այն սոցիալական խմբեր, ովքեր որ չեն վստահում կամ բավարար չափով չեն վստահում, իրենք կարող են եւս նախաձեռնել քաղաքական գործընթացներին անմիջականորեն մասնակցության տեսանկյունից։ Հասկանում մի բան, որ դու պարզապես քննադատում ես, չես վստահում, մի ուրիշ բան, որ ասում են, գիտեք ինչ, ձեզ եւս տրված է հնարավորություն երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ օրենքներ ընդունելու, հանրակրվեներ անցկացնելու, անգամ այն դեպքում, երբ արդեն օրենք ընդունվել է։ Հասկանու, այստեղ վստահությունից զատ ես ընդունում եմ ձեր նկատառումը, վստահությունից զատ կա նաև հնարավորություն փորձելու, ստուգելու, հասկանալու, դուք կարող եք մասնակցել այդ գործընթացներին եւ արդյունք ունենալ, թե ոչ։ Գործող սահմանադրությունը չի տվել այդ հնարավորությունը, չի տալիս։ Հիմա մենք ասում ենք, տեսեք, դուք ունեք այդ հնարավորությունը։ Ինչպես։ Նույն ասենք սոցիալական որևէ հարց է բարձրացվում եւ ընդունենք այդ սոցիալական հարցը բարձրացումը բավականին ակտիվորեն։ Դրան մասնակցում են ընդունենք ամսի մի հատված, որը կարող է անգամ ստորագրություններ հավաքել մի որոշակի ընտրազանգվածի եւ դուրս գալ հանրակրվեի։ Եթե իրենք շատ համոզված են, որ իսկապես իրենց կողմից բարձրացված հարցը հասարակության գոնե 25%-ը հաստատ կողմնակից կլինի, համակիր կլինի, ապա կարող են նաեւ ունենալ ընդունված օրենք։ Այսինքն բավարարվեն ոչ միայն սոցիալ-քաղաքական ակցիաները, որը ես չեմ քննադատում, ոչ էլ ինչ որ դրան կողմ կամ դեմ, ընդհանրապես ասում սա չի լուծում խնդիրը։ Սա ամենը կարող է ասենք տրամադրություններ բացահայտել, սոցիալական ինչ որ տրամադրություններ ավելի իցույց դարձնել, բայց բավարարվել դրանով ասել, որ պետք է դրանից իշխանությունները հետևություն անեն, կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ։ Կարող են անել, կարող են չանել։ Հիմա բուն կետերի մասին, որոնք շատ են քննադատվում։ Քանի որ պարլամենտին է տրվում հիմնական լիազորությունները, պարլամենտի ձևավորման հարցը դարձել է թիվ 1 քննարկման հարցը։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում, որ պարլամենտը պետք է ունենա կայուն մեծամասնություն։ Ինչ է դա նշանակում։ Եվ ամենակարևորը, ով է որոշում, որ այսա կայուն է, այսա կայուն չէ։ Շատ բարի։ Գիտեք, ինչ կան եզրույթներ, որոնք այնքան ակնհայտ են իրենց միջազգային կիրառման, ասես ինտատեքստում, որ որևէ մեկի մտքով չի անցնի, Հիմա կներեք շատերի մտքով անցնում է։ Ինչ է նշանակում կայուն մեծամասնություն։ Դա այն մարդկանց մտքով է անցնում, որոնք չեն կարող ըստ էության լուծել, թե ինչպես պետք է այդ եզրույթը մեկնաբավի, սա մեկ։ Երկրորդը ընդունենք, որ այնուամենայնիվ կա մտավախություն։ Իսկական ցանկացած իրավիճակում ընդունենք, որ կա մտավախություն եւ հնարավոր է, որ այս կայուն մեծամասնությունը ոմանք հասկանում են 2/3 եւ ոչ թե պարզ մեծամասնություն։ Ո՞վ է որոշում դա։ Դրա համար մենք ասում ենք, հարգելիներ, սա մի ուժ չի որոշելու։ Անկամ այն մեծ քաղաքական ուժը, որը ձգտում է մեծամասնության, ինքը չի որոշելու, որովհետև գալիս է մի պահ եւ այն համադրության կարևոր հենց հիմնադրույթներից մեկն այն է, որ մենք ասում ենք, գիտեք ինչ կա, մի շարք հարաբերություններ ստեցյան ունեն առանցքային նշանակություն հասարակության համար եւ այդ կարգի օրենքները, այդ հարաբերությունները կարգավորող օրենքները պետք է առնվազն 2/3-ով ընդունվեն։ Այսինքն որևէ քաղաքական ուժ, որքան էլ մեծամասնություն ունենա, չի կարող ինքնուրույն այս խնդիրը լուծել։ Ինքը կամա թե ակամա պետք է բանակցությունների մեջ մտի քաղաքական մյուս ուժերի հետ։ Բնականաբար, այստեղ արդեն այս քաղաքական ուժերը, եթե հանկարծ դինի մտավախություն, որ դա բավականին մեծ շեմ կարող է լինել, թույլ չեն տա, որ այդպիսի բան այնուամենայնիվ տեղ ունենա, թեպետ ասեմ, որ դրա կարիքն էլ չի լինի, որտեղ սա այնքան պարզագույն հարց է, որ ընդհանրապես խոսքը վերաբերում է կայուն մեծամասնությանը, պարզ մեծամասնություն է զեզուրիտների։ Այսինքն կայուն մեծամասնություն դա նշանակում է պարզ մեծամասնություն։ Գրեիք միանգամից պարզ մեծամասնություն, պարոն Դանիելյան։ Դա գիտեք ինչ, շատ բան կարելի է ալկեր գրել, դրա համար էլ դրել ենք հանրային քննարկման, որ եթե այնուամենայնիվ կա այս կամ այն հարցի առնչությամբ հաստատության, որոշակիության, չգիտեմ, մտավախություն հանելու խնդիր, մարդիկ պետք է ներկայացնեն քաղաքական ուժերը ցանկացած։
եւ իրավագետ եւ ոչ իրավագետ ներկայացնել մտավախություն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ ինչ է նշանակում կանոն մեկնաբանություն, դա ոչ թե համառության մեջ է ամրագրվելու, այլ ազգային ժողովում պետքա քվեարկության որպես օրենք ընդունվի։ Այո, մի շարք օրենքներ պետքա օրգանական օրենքներ պետքա ընդունվեն միայն որակյալ մեծամասնություն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ սա տրվում է քաղաքական մեծամասնության որոշման, հանրապետական կուսակցություն, այ գնացեք որոշեք, որն է կայունը։ Այս տարի կարող են sense որոշեն, մյուս ընտրություններին կարող ուրիշ ձև որոշեն։ Բավական հետաքրքիր դիտարկումներ ոչ իհարկե։ Ես արդեն ասացի, ասացի, որ օրենքները ընդունում է հանրապետական կուսակցությունը։ Ազգային ժողովը օրենքները ընդունում է պարզ մեծամասնությամբ, եթե ընդհանրապես վերաբերում է ընթացիկ օրենքներին։ Բայց երբ խոսքը վերաբերում է օրգանական օրենքներին, այստեղ պարզ մեծամասնությամբ դու ոչինչ անել չես կարող։ Դու պետք է ուղղակի բանակցես, փոխզիջման գնաս փոքրամասնությունների հետ։ Սա մեկ։ Երկրորդը, եթե մի պահ պատկերացրեք օրգանական օրենքներն էլ հաղթարեցին, հա, նույն քաղաքական ուժը, որը գտնում է, որ սխալ որոշում է կայացվել, սխալ է մեկնաբանվել միջազգային որևէ իրավական չափանիշ, սա չի բխում հանրության ընդունենք ընդհանուր տրամադրություններից, ինքը արդեն ուսումնասիրել է սոցիոլոգիական վերլուծություն եւ այլն, կարող է նախաձեռնել հանրակրվել։ Այս դեպքում արդեն այս ընդունված օրենքը իրավական ուժ չի ստանում, կասեցում է սրա գործունեությունը։ Եվ եթե հանրակրվեւ ընդունվեց մեկ այլ օրենք, ապա կգործի այն օրենքը։ Սրա համար եմ ասում, այսինքն ժառանգություն խմբակցությունը ենթադրենք դեմա կամ հայազգային կոնգրեսը, իրանք կարող ասեն միանգամից հանրակրվեն կանում։ Նույնիսկ օրենք ընդունելուց հետո իրանք պետք է նախաձեռնեն հանրակրվե։ Դրա համար քաղաքացիական նախաձեռնության հնարավորությունները իրենք կարող են օգտագործել։ Հիմա ընդհանրապես իրենք ասում են, որ կան մարդիկ, որոնք ընդունեն։ Իսկ ո՞նց են հանրակրվե անում։ Ո՞նց, ինչ իրավական։ Մենք դեռ չենք հրապարակել իհարկե այդ հատվածը, բայց շատ ասեմ խոսանք դրա մասին ինչ գիտենք։ Ինչը հրապարակված է, պարոն Դանիել։ Հիմա դուք փաստեր եք բերում, որոնք մենք չենք կարդացել։ Այսինքն այն փաստերը, որոնք իշում միտեղ ձեզ համար հակափաստարկներ են, չէ, դրանք հրապարակված չեն, դուք ասում եք հրապարակված չեն։ Ես ընդհանրապես մանրուքների մասին չեմ կարող խոսել, բայց ընդհանուր գաղափարը դուք շատ լավ գիտեք, որ հայեցակարգում կա։ Այսինքն հիմա կարանք ֆիքսենք այն, որ խաղի կանոնները ինչպես ձևավորել պարլամենտ, քանի հոգով, ինչ համամասնություն տրվում է հանրապետական կուսակցության որոշմանը։ Մենք կարող ենք ասել, որ հանրապետական կուսակցությունը չի կարող վճռորոշ դեր խաղալ այս հարցում։ Բավ, հակը պետք է ոչ մի կուսակցություն չի կարող վճռորոշ դեր ունենալ։ Եթե խոսքը օրգանական օրենքին է վերաբերում, ապա միայն մեծամասնություն կազմող եւ փոքրամասնություն կազմող ուժերը պետք է կարողանան համագործակցել։ Բայց քվեարկությունն չէ լինելու։ Հա, քվեարկություն։ Դե հենց դրա մասն է խոսքը։ Եթե քվեարկությունը լինելու պարզ կամ չգիտեմ ինչպես դուք եք ասում, կայունը մի քիչ մի փոքր ավելի շատ կարող է լինել, քան ասենք պարզ մեծամասնություն, այդ ձայները բավարար չեն լինել օրգանական օրենք ընդունելու համար։ Մյուս ընտրություններին ավելի շատ ձայն կհավաքեն, ի՞նչ խնդրեմ է։ Եթե գտնում եք, որ ընտրություններում ձայներ հավաքելը խնդրեմ չի, դե չգիտեք, որ խնդրեմ չի, պարոն Դանիելյան։ Եթե մի ուժ ունի ողջ դե դրա համար էլ համանդրություն ընդունում են նրա համար, որ այդ խնդրեմ լինի իսկապես ձայներ հավաքելը բոլորի համար։ Իսկ եթե խնդրեմ չի, խնդիր չի, բայց եթե քաղաքական ուժը իսկապես կարողանում է հասարակության համակիրը լինել, չգիտեմ, ինչին է պետք է նաև ունենա խնդիր որոշում կայացնելու հարցում։ Սա բնական է։ Ստեղ գալիս է հետաքրքիր երկրորդ պահը, տեսեք, եթե չկա կան մեծամասնություն, թող լինի դաշինք։ Ողջ աշխարհում մենք տեսնում ենք կուսակցություններ, տեսեք, նույն Թուրքիայում էլ մենք տեսանք, հա չհավաքեց, այնքան ձայն որ իշխող կուսակցությունը մենակ կառավարություն կազմի եւ գնում են դաշինքներ, քաղաքական բանակցություններ, շատ նորմալ քաղաքական կոնսենսուսի մշակույթին նպաստող երևույթ է։ Ինչու մենք ի սկզբանե բացառում ենք դաշինքները եւ ասում ենք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։ Շատ բարի, դուք այնպես համոզիչ, շատ նորմալ, հանգիստ ներկայացնում եք, թե ինչքան լավ է քաղաքական դաշինքը, կոալիցիան, ես չեմ ասում լավ ավարտ, ընդունված նորմա, երբ որ չկա հստակ մեծամասնություն, մարդիկ ունեն փոխզիջումների։ Նաև այն ինչ որ մենք անում ենք, սա էլ է ընդունված, այսինքն մենք մի նոր բոլորովին նոր բան չենք առաջարկում, որ երկրում կա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։ Եվ երկրորդ փուլի նույնիսկ ավելի վատ տարբերակներ կան, որ պարզապես բոնուս են տալիս, անգամ երկրորդ փուլի խնդիր չի բարձրացում, Իտալիայում անմիջապես բոնուս են տալիս եւ ասում են, եթե դուք արդեն ձայներ ունեք ավելի շատ, քան որևէ մեկը, ձեզ տալիս ենք բարձ կայուն մեծամասնության հնարավորություն։ Շարունակ ուրիշ բան է կատարվում։ Ընդամենը մի քանի տարի առաջ է սա։ Այդքան տասնամյակների մասին խոսք չկա։ Հիմա տեսեք, վերցնենք կոալիցիան եւ վերցնենք այս տարբերակը։ Եվ համադրենք Սահմանադրության էության հետ։ Մի դեպքում ժողովրդին ասում ենք, որ քեզ պատկանում է իշխանությունը եւ դու ընտրությունների միջոցով ես նաեւ այլ եղանակներից բացի իրականացնում իշխանություն։ Իմ ասում եմ, դու կընտրես ինչ որ քաղաքական ուժերի որոշակի համամասնությամբ, այնուհետև դու որևէ միջամտելու հնարավորություն չես ունենա։ Հնարավոր է, որ քաղաքական մեծամասնություն ինքը որոշի, որ քաղաքական փոքր ուժերի հետ կազմում է դաշինք, կոալիցիա եւ այլն։
այստեղ ես այդքան էլ սա իրավաչափ չեմ համարում, իմ կարծիքն է, որովհետև դարձյալ պետք է ժողովուրդը իր տեսակետը դիրքորոշումը հայտնի։ Եթե նա գտել է, որ այս քաղաքական ուժը ընդամենը 7-5-6% ունի, ուրեմն գտնում է, որ միջև այս քաղաքական ուժը էլի կան քաղաքական ուժեր, որոնց ինքը ավելի շատ է վստահել, ավելի շատ է ձայներ։ Բայց այդ 7 ուժը գումարվում է 20-30 հավաքածու, չէ՞, պարոն Դանիելյան։ Իվարկյան։ Հիմա մենք ասում ենք, դուք կարող եք ռիսկի գնալ, միավորվել կամ չգիտեմ չմիավորվել, դա ձեր խնդիրն է։ Եվ այստեղ դարձյալ ժողովուրդը տալիս է իր ձայնը, իր քվեն, ասում են լավ, ես այս միասնությունը, այս միությունը դաշինքը համարում եմ նախընտրելի։ Եթե ոչ, ոչինչ էլ չի ստացվում դրանից, այսինքն այստեղ ռիսկի գործոնը մեծանում է եւ կախվածության մեջ է դրվում բնակչության կամայտնությունից, ընտրողների կամայտնությունից։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային, սա ինքս էլ եմ ընդունում, մենք էլ ենք դրա այդ ճանապարհով գնացել, հնարավոր է որ գնանք էլ, խնդիրը դա չի, բայց քննարկման իմաստը սա է։ Ուղղակի ես ուզում եմ փորձել տարբերությունը հստակեցնել, տեսանելի դարձնել կոալիցիայի դեպքում ժողովրդի մասնակցության եւ երկրորդ փուլի դեպքում։ Մեծ հաշվով մենք այստեղ խնդիր ենք բարձրացում, պետք է քաղաքական մեծամասնություն թե ոչ։ Դրա անհրաժեշտությունը կա թե չկա։ Սա ինչ-որ միտեղ բերում է քաղաքական քաոսի տենտակառակը հնարավորություն է տալիս այդ քաղաքական քաոսը հաղթահարել։ Իհարկե հակադրություններին բոլորս էլ կողմնակից ենք։ Երբեք չի կարելի մտածել, որ եթե մենք կայուն մեծամասնություն ենք քարոզում, ուրեմն մենք ուզում ենք պարզապես մի այնպիսի իրավիճակ, որը կբացառի որևէ հակադրություն, քաղաքական փոքր ուժերը զրկված կլինեն որևէ հնարավորությունից ազդելու խորհրդարանի գործունեության վրա բացարձակապես։ Բայց այս պարագայում ընդհանրապես կավանդիմությունը չհայտնվի պարլամենտում։ Որովհետև եթե մեծամասնությունը ինքը որոշում է խաղի կանոնը, եւ եթե առաջի երկու ուժը գնում է նոր ընտրությունների, ակնհայտ է, չէ՞ որ մի ուժը լինելու է իշխող կուսակցությունը, որը բոլոր լծակները վեսել է իր ձեռքը։ Այդ դեպքում փոքրամասնությունը ինչ շանս ունի, կամ պետք է մտնի այդ մեծամասնության մեջ, ոնց որ դուք եք ասում երկրորդ փուլում, դա նոնսենս է։ Ոնց ընդդիմադիր ուժ, ասենք ոնց եք պատկասում, այսօրվա հակը գնա մտնի հանրապետական կուսակցության։ Հարցը կտակ այդ քաղաքական ուժերին, դուք ինձ գիտեք, դուք ավարտեք ձեր հարցը։ Բայց դրթում եք դրան, չէ՞ դուք դրանով։ Եթե իրենք ուզում են արևի տակ տեղ ունենալ, նրանք պետք է միավորվեն մեծերին։ Դե գիտեք, մենք ենք գնահատող, այս ժողովուրդը պետք է գնահատի։ Եթե ես ձեզ պատկերացրել եմ որպես ընդդիմադիր ուժ, եւ ես այդպես էլ ընդունում եմ, որ այս քանակի ընդդիմադիր ուժից պետք է, իսկապես անկեղծ ընդդիմադիր ուժ, դուք կարող եք մնալ ձեր դիրքերում։ Եվ միաժամանակ ասում եմ, ձեր ձայները չի կորել։ Ձեր եղած մնում է նույն ինչքան որ հավաքել եք։ Բայց մենք չենք ասում, որ այդ հավաքած ձայներով դուք դառնում եք պարզապես ընդդիմադիր ուժ, ընդամենը հարց բարձրացնող, քննադատող եւ այլն, ասում ենք, որ սրա հետ մեկտեղ դուք ձեռք եք բերում նաեւ քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություն։ Բնականաբար ով է որոշում падգամավորների։ Թիվը որոշված է սահմանադրությամբ նվազագույնից մինչև այսքան ով է։ Սա ինչ է նշանակում։ Դա էլ է առավելագույնը չէ, առավելագույնը կարգավորվում է արդեն զարգացումներով, այսինքն կլինի այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի կայուն մեծամասնություն Այսինքն եթե տեսնեմ դուք ընդդիմադիր եք, ունեք 10 ձայն, հա, ես կարող եմ որոշել ոչ թե 101 падգամավորապետ, այլ 250 падգամավոր։ Ոչ, չէ կարող որոշել, որտեղ էլի վերադառնում ենք այն հարցին, ինչից մենք սկսեցինք։ Եթե հանկարծ մի վառ երևակայություն մարդուն բերի մի այնպիսի, չգիտեմ, մտածելակերպի, որ կայուն մեծամասնությունը դա, չգիտեմ, 3/5 է կամ չգիտեմ 2/3, հա կլինի նման իրավիճակ։ Ինչն է խանգարում։ Դե խանգարող արդեն ասեցի, մի ստիպեք, որ ես կրկնվեմ, ես արդեն բացատրեցի։ Ես ասում, գրել եք, որ մենք ենք որոշում ինչքան է լինելու մեծամասնություն։ Մենք եք որոշենք այսքան է լինելու։ Դե որոշելու համար պետք է ունենալ առնվազն օրգանական օրենք պետք է ընդունել, իսկ օրգանական օրենքը առանց ինչ չեք կարող ընդունել, առանց քաղաքական փոքրամասնության չեք կարող ընդունել։ Ես ուղղակի կրկնվում եմ, դուք համոզիչ նույն բաներն եք ասում, բայց երևի չեք ուզում նաև իմ փաստարկներին հակափաստարկներ բերել։ Չէ, ես տեսնում եմ, որ այս փոփոխությունով, տեսեք, դուք ասում եք երկրորդ փուլ է լինելու, երկրորդ փուլին մասնակցելու են առաջի երկու ուժերը։ Ինչու՞։ Ինչու առաջի երկու ուժերը, այսինքն բոլորը մասնակցեն, արդեն մասնակցել են բոլորը։ Ինչու ոչ երրորդը ասենք։ Երրորդը ունի հնարավորություն կամ առաջի ուժին միանալու կամ երկրորդ ուժին։ Դե տեսեք, դուք ասում եք մենք կներեք։ Դուք ասում եք մենք դեմ ենք նախընտրական դաշինքներին ընդհանրապես, որովհետև ժողովուրդը այդ մանդատը չի տվել, չէ՞։ Չէ, սա էլ է դաշինք։ Երկրորդ փուլում դուք ասում եք գնացեք, մտեք այ այսինքն մի առումով դուք ասում եք դաշինքներին մենք դեմ ենք, ժողովուրդը մանդատ չի տվել։ Մյուս փուլում ասում եք ուզում ես արևի տակ տեղ ունենալ, գնա մտի կպի այդ մեծերին։ Ինչի համար։
քիչ գեղարվեստական արտահայտությունները փորձում եք նսեմացնել իրավիճակը, արևի տակ տեղ եւ այլն, սա քաղաքականություն է։ Այո, պետք է ունենաք ժողովրդի վստահությունը, որպեսզի կարողանաք այդ վստահության չափ խորհրդարանում տեղ ունենալ եւ դրան համամասնորեն աշխատել։ Հիմա արևի տակ տեղ հենց նոր սահմանադրությամբ չի տրված։ Մենք էլ ասում ենք, որ եթե քաղաքական ուժը ձեռք է բերել քիչ ցայնը, նա պետք է ունենա հնարավորություն ազդելու դեպքերի զարգացման վրա, սրա մասն է խոսքը։ Հիմա ասում եք, դուք դաշինքներին ընդհանրապես դեմ եք, ասում են ոչ, մենք դաշինքներին դեմ չենք, ընդհակառակը մենք ասում ենք դուք ազատ եք դաշինքի մեջ մտնելու կամ չմտնելու։ Հիմա դուք պատկերացնում եք քաղաքական մեծամասնությունը ուզենա դաշինքի մեջ մտնի, որևէ ուժ հետ կարող է չուզենա մտնի։ Բարձր չէ, որ չի ուզենա մտնի։ Ես հասկանում եմ, որ իրանք ինչ ուզեն, այդ կարան, դա ես հասկանում եմ։ Ես դրա հետ համամիջ չեմ, դուք այդպես հասկանում եք, այդպես էլ վստահ միգուցե Եթե սահմանության մեջ ամառագրվում է նորմը, իսկ քաղաքի կանոնները որոշելը տրվում է իրանց, այդտենց դուրս չի գալիս։ Այսինքն օրենսդրական ես ոնց որ սահմանադրության մեջ չեմ մտաբերում մի նոր, որ խաղի կանոնները որոշում է քաղաքի։ Դուք ասում եք կայունություն, դա ինչա մեկնաբանությունը ազգային ժողովում օրենքով։ Այսինքն տրվում է հանրապետականին։ Չի տրվում հանրապետականին։ Նորից եմ ասում, ուզում եմ խնդրեմ մի քիչ ուշադիր լսեք։ Որպեսզի որոշվեն ընտրական օրենսդրության հետ կապված ազգային ժողովի կանոնակարգ օրենքի եւ նմանաբնույթ այլ առանցքային հարցերը դատական օրենսգիրք եւ այլն պետք է ընդունվի օրգանական օրենք։ Դա մի փոքր ավելի մեծ ուժ ունի, քան սովորական ընթացիկ օրենքը եւ իր էությամբ լրացնում է սահմանադրությանը, որպեսզի մենք հաճախակի չդիմենք սանդրական բարեփոխումների փոփոխությունների շատ երկրներում սա ընդունված է օրգանական օրենքի ինստիտուտը։ Այս կարգի հարցերը միայն օրգանական օրենքով են կարգավորվում։ Քաղաքական մեծամասնությունը չի կարող ի վիճակի չի լինելու։ Այսինքն եթե կներեք փոքրամասնությունը ունի 5 падգամավոր, մեծամասնությունը առանց այդ 5 падգամավորը չի կարող օրենք անցկացնել։ Խոսքը միայն 5-ի մասին չի խոսքը, չէ՞ որ այդպեսի փոքր ուժերելի կլինեն։ Առանց այդ բացի իրենից մնացած այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու նա չի կարող։ Ну, այսինքն կա, գիտեք, պարոն Դանիելյան, մենք հիմա վերցնենք կներեք։ Մենք գիտենք մեր քաղաքական համակարգը, չէ՞, կան ուժեր, որոնք իբր ընդդիմադիր են, բայց իրականում խաղում են իշխանության խաղ։ Դա հնարավոր չի տալիս իշխանությանը լիարժեք ասել, տեսեք, ես մի ընդդիմադիրին, ասենք օրինակ երկրին համոզեցինք եւ խնդրեմ ձեզ օրգանական օրենք անում ենք այն ինչ ուզում ենք քաղաքականները։ Հիմա տեսեք ռեալ կան իրականություն կա, չէ՞, բացի այսպես։ Միգուցե ձեր տեսակետը այնպեսին է, որ կան քաղաքական ուժեր, որոնք ընդդիմադիր չեն, բայց իբրև ներկայանում են ընդդիմադիր։ Բա ես դրա մասն եմ խոսում, որ ես Սահմանադրության առաջարկող տարբերակ հնարավորություն է տալիս ինչ-որ միտեղ բացահայտելու այս քաղաքական ուժերին։ Այսինքն հարգելիստը շատ վաղուց մեջ ինչ կա։ Բացահայտվածը մի մասի համար միգուցե, մյուս մասի համար հենց չէ բացահայտված չեն։ Հիմա պետք է դրանք բացահայտ գործեն, ասենք, տեսեք, դուք քաղաքական ուժ եք, բայց գտնում եք, որ նույնքան պետք է քվեարկեք, ինչպես է մեծամասնությունը, չէ՞։ Հիմա դուք ասում եք, չէ, գիտեք, ես չեմ ուզում մի կերպ քննարկեմ, թող իրենք այս կերպ քննարկեն, ես մեկ այլ կերպ քվեարկեմ եւ դրանով իբրև թե կպահպանեմ իմ, չգիտեմ, վարկածը, կանխավարկածը, որ ես ընդդիմադիր քաղաքական ուժ եմ։ Սա այսօր սահմանադրությունը թույլ է տալիս։ Թույլ է տալիս, որովհետեւ դու լավ կարող ենք ասել, գիտեք, ինչ կա, որպեսզի ձեզ միշտ վստահեմ, որպես փոքրամասնության քաղաքական դիմադիր ուժի դուք մի մասնակցեք, հա, մնացեք կարող եք քննադատել եւ այլ այս սահմանադրությունը փակում է ճանապարհ, ասում ենք հարգելիս։ Եթե օրենքը ընդունվեց առանց ձեր մասնակցության, դուք դեմ քվեարկեցիք անգամ, բայց այնուամենայնիվ այս օրենքը չի ընդունվելու, չէ՞, բնականաբար կամ ընդունվեց, եթե ընդունվեց դուք գնացեք նախաձեռնեք հանրակրվեն, ինչի՞ չեք նախաձեռնում։ Հիմա չունեք այդ հնարավորությունը, հասկանալ է, դուք ասում եք, դե մենք ինչ հնարավորեր արեցինք, մենք ասում ենք, այդ հնարավորությունները չի սպառվում։ Հիմա ձեզ տրվում է լրացուցիչ հնարավորություններ, եթե դուք այս բոլոր հնարավորություններից կօգտվեք ու ուրեմն դուք իսկապես ընդդիմադիր ուժ եք, փառք ու պատիվ ձեզ։ Այս ամբողջ սահմանադրության նոր կանոնները մենք ասում ենք արդեն դառնում է հրապարակային թափանցիկը միայն պարզապես հրապարակային խոսքը չէ, այլ այն հնարավորությունն է, որ տալիս ենք ուժին եւ ասում ենք դուք կարող եք օգտվել, կօգտվեք թե ոչ, այս այդում էլ դրա արդյունքներով է կորոշվի դրա իրական քաղաքական արժեքը։ Բայ պարոն Դանիելյան, հիմա անցնենք նախագահի ինստիտուտին, խնդրեմ մի մեկնաբանություն լսենք նախագահի ինստիտուտի հետ կապված եւ վերադառնանք տաղավար, խնդրեմ մեկնաբանությունը։ Խոստացված պարլամենտական հանրապետության փոխարեն մենք ըստ էության ստանում ենք ավտորիտար դիկտատորական մի բան։ Գիտեք, ինչով է լավ ընդհանրապես պրեզիդենտական հանրապետությունը։ Հատկապես նոր զարգացող երկրների համար պրեզիդենտական հանրապետությունը ինքը արգելք է դիկտատորայի։ Որտեղ պրեզիդենտը արդեն ինքը համար մեկն է, հասկանում եք։ Ինքը իր մեջ պարունակում է որոշակի մենիշխանության տարր, չնայած
քանի որ ինքը ընտրվում է ժողովրդի կողմից եւ բացի պրեզիդենտից եւս մի ինստիտուտ ազգային ժողովն է ընտրվում պրեզիդենտի կողմից երկու ինստիտուտները իրար եթե ճիշտ հակակշռում են ապա դիկտատուրա չեք ունենում բոլոր դիկտատուրաները աշխարհում եղել են պարլամենտական հանրապետությունների դեպքում փայլուն օրինակը Հիտլերն է 33 թվականի երկու ընտրությունները որ տեղ ունեցան փայլուն օրինակը Իտալիան է Մուսոլինին փայլուն օրինակը Խորհրդային միությունն է Ստալինյան սահմանությունը որ հիմա մեր տղաները անալիտիկները վերլուծում են նորից այս բոլորը որովհետև պարլամենտական հանրապետությունները կարող են ստանալ դեպի ժողովրդավարություն բայց այնտեղ առաջնային մանդատ մեկն ունի պարլամենտը հասկանում եք եթե երկպալատանի չէ եւ այլն եւ կամ էլ եթե այդ էլեմենտները չեն պահպանում հեշտությամբ պարլամենտական ժողովրդավարական պետությունները նկնում են ժողովրդավարական ֆաշիզմի գիրքը նախագահի ինստիտուտը ամբողջությամբ պահպանում ենք ամբողջությամբ սուտ է որ չէին պահպանում բարձրապես այդ նախագահին ոչ թե ժողովուրդը ընտրելու այլ իշխանական մեծամասնությունը բայց նախագահն բոլոր ֆունկցիաները պահպանում է համարյա թե չկա ֆունկցիա մի բան էլ ավել այն որ մենք վերացրել ենք պրեզիդենտի բանը եւ դա ձևական է անգլիական թակոյի նման բան սիրելիներ չկա Պարոն Դանիելյան, դուք լսեցիք քննադատություն, տեսեք, առաջ ժողովրդին լավ, վատ, լեգիտիմ, չլեգիտիմ, կեղծված, չկեղծված ընտրում էր ժողովուրդը։ Հիմա, երբ որ ասում ենք ընտրիչներ, եւ այդ ընտրիչների խաղի կանոնը որոշել էլի տալիս ենք ազգային ժողովին, իսկ այս պարագայում էլի հանրապետական կուսակցությանը, ստացվում է, որ նախագահին ընտրելու է էլի իշխող կուսակցությունը։ Եվ Բագրատյանն ասում է, որ ոչ միայն այդպես, այլև նախագահը համարյա չի կորցնում իր լիազորությունները։ Նա գեներալներ է նշանակում, նա դատավորներ է նշանակում, նա օրենքներ է ստորագրում, նա վարչապետ եւ այլն, խնդրեմ։ Թույլ տվեք ընդհանուր առմամբ անդրադառնալ, որտեղ այսպիսի ելույթներ մենք բազմիցս լսում ենք եւ կողմ եւ դեմ ոչ մասնագիտական կամ բավարար չափով մասնագիտացված խնդիրը հետեւյալն է վերջին հաշվով։ Կառավարման ձևը ինքնին կարող է նպաստել ժողովրդավարության կայացմանը, ժողովրդավարության ինստիտուտների զարգացմանը, թե ոչ։ Ես գիտեմ միապետություններ, որտեղ շատ լավ ժողովրդավարություն է։ Շատ շնորհակալություն։ Եվ հակառակն էլ գիտենք։ Այսինքն ըստ էության հիմա այսպես հստակ եւ միանշանակ ենթադրություններ անել, որ կառավարման այս ձևը շատ ավելի նպաստավոր է, չգիտեմ, հակաժողովրդական, միապետության, չգիտեմ եւ այլն, սրանք ընդհանրապես ենթադրություններ, որտեղ բազմաթիվ այլ հակափաստարկներով կարելի է բերել օրինակներ եւ ասել որ ոչ, այդպես չէ։ Սա մեկ, եւ երբ օրինակը բերում ենք, մենք մի փոքր պետքա պատմական նաեւ իրավիճակը կտրվածքը հասկանանք։ Եթե պետքա բերենք օրինակ մի 50-60 տարի առաջ, որտեղ իրավիճակը բոլորովին այլ է, հիմա բերենք ժամանակակից Չինաստան, ժամանակակից Հյուսիսային Կորեա, դրանք պարլամենտական մեկը դիկտատուրա, մեկը ավտորիտար։ Նորից հիմա կարող ենք հակառակ օրինակներ բերել, չէ՞ որ ասել հա բավականին մենք էլ ունենք լիքը խորհրդարանական երկրներ, որոնք ժողովրդավարական երկրներ են։ Այսինքն ինչ է ստացվում։ Մենք հիմա պետքա բերենք օրինակներով եւ ենթադրություն անենք։ Սա ավելի ժողովրդավարական է, ճիշտ չի։ Ձեր ենթադրությունը մնում է ձեզ։ Մենք ասում ենք, որ ժողովրդավարական է, մեկ, երկրորդը խորհրդանական կառավարումը տալիս է հնարավորություն եւ այդ հնարավորություններից պետք է ժողովուրդը օգտվի, որպեսզի կարողանա երկիրը դառնալ ոչ թե ընդունենք իշխանության կենտրոնացման պարագայում, այլ ընդհակառակ իշխանությունը պետք է լինի ապակենտրոնացված։ Նախագահական կառավարման ձևը ենթադրում է իշխանության կենտրոնացում։ Կլինի ընդունենք առաջնային մանդատ խորհրդարանի դեպքում թե չի լինի, միևնույն է իշխանության կենտրոնացում կա այստեղ։ Քննադատելու կարծեմ անգամ եզրեր չկան։ Եվ դրա վառ օրինակը հենց Հայաստանն է։ Այսինքն եթե մենք բերում ենք այլ երկրների օրինակներ, մենք մեր նաև փաստարկներն մի բան մոռանում ենք, որպեսզի անպայման քննադատենք մի նյութ։ Կամա թե ակամա միևնույն է իշխանության կենտրոնացումը տեղի ունենում, եթե նախագահ ունի լայն լիազորություններ, սա մեկ, եթե ունի անմիջական մանդատ։ Հիմա դու կարող եք նաև հարց տալ, լավ, այդ դեպքում ինչի մենք չենք վերցրել այն երկրների օրինակները, որոնք ունեն խորհրդարանական կառավարման ձև, բայց այնուամենայնիվ ընդունենք նաև ունեն անմիջական մանդատ նախագահի դեպքում։ Գիտեք ինչ, վերջին հաշվով սա բերում է ավելորդ բախումների, քաղաքական քաոսի է բերում, որտեղ թե ավելի հավասարակշռման։ Ոչ, ցավոք, մենք բերում ենք երկրների այսօրվա արդեն, հա, մենք այսօրվա օրինակներից ենք խոսում, Լեհաստան, Չեխիա եւ այլն, ասկան երկրներ, որոնք գտնում են, որ միգուցե անմիջական մանդատը շատ ավելի ճիշտ կլիներ, բայց անմիջական մանդատը իրեն գիտեք ինչի արդյունքում են գնացել, ոչ թե նրա համար, որ ուզեցել են հավասարակշռություն ապավեն, ինչպես դուք եք, հա, արտահայտում, այլ ընդհանրապես տեսել են, որ դժվար է լինում ընտրիչների միջոցով նախագահ ընտրելը։ Հիմա դժվարություններ հաղթարելը միշտ չէ, որ պետք է լինի քաղաքական, չգիտեմ, ասենք զարգացումների ուղղությունը շեղելու հաշվին։
Դժվարությունները կարելի է նաև հաղթահարել, որ դժվար է, սա նույնիսկ ավելի լավ է։ Հիմա ընտրիչները ինչպես կլինեն, ով է որոշում, դուք վերադառնում եք ելի նույն հարցին, քաղաքական իշխող ուժը որոշի, ոչ չի որոշի։ Քաղաքական ուժը չունի այդ հնարավորությունը։ Որպես ես կարողանամ որոշել, պետք է հնարավորություն ունենամ։ Մենք ասում ենք, որ ոչ, այս հարաբերությունները միայն համանդրական օրգանական օրենքներով են որոշվում։ Հետևաբար այստեղ մի քաղաքական ուժ չի կարող միակողմանի կերպով ինչ որ խաղի կանոններ թելադրել։ Անկամ եթե որոշի, լավ ընդունենք այսպես, դուք ասում եք, որ կարող են այնպիսի ընտրիչներ լինեն, որոնք ընտրեն հանրապետության նախագահին։ Միևնույն է, ընտրիչների կամքը, այսքան պետք է ինչ-որ միտեղ լինի անկախ, չէ՞, այսքան եթե դուք որոշեցիք ընտրեջին արդյունքներն էլ որոշեցիք, դուք անկախ ոնց եք պատկերացնում, երբ որ այդտեղ մեծամասնությունն ազգային ժողովի համայնքների անդամները եւ այլն, որոնք էլի 90% մեծամասնություն կուսակցությունից են, այսինքն մենք ունենք նույն կուսակցության կողմից ընտրված նույն հարցերը նույն բանավեճը նաև Վրաստանում էր գնում, բոլոր այլ երկրներում, որոնք փորձ էին անում գնալ խորհրդարանականացմին, ինչպես կարող է լինի ընդունենք մի իրավիճակ, որ խորհրդարանավոր նույն կուսակցությունից է, մեծամասնություն է, հանկարծ ու իրատեսական վերահսկողություն իրականացնի կառավարության նկատմամբ։ Բայց դուք տեսաք, չէ՞ որ ոչ միայն այդ վերահսկողությունը լավ էլ իրականացում, այլև լուրջ հակասություններ են ձևավորվում։ Եվ պարբերաբար փոխում են նախարարներ, պարբերաբար փոխում է կառավարությունը, այսքան վերջին հաշվով մարդկային հարաբերություններ են սրանք։ Կուսակցականություն այդքան ինչ-որ բացարձականացված երևույթ չի։ Մարդկային հարաբերություններ, ֆրակցիոնիզմ կա, դա բոլորս գիտենք, բայց դա ինչ է։ Բա որ գիտեք էլ ինչ է, ենթադրում որ այդ բոլորը հանկարծ պետք է անտեսվեն, նոր համանդրությունը դրա վրա հաշվարկ չի անում, որ պետք է այսպես միատարր ինչ-որ զանգված ստեղծվի։ Այսինքն մենք տարածքային կուսակցության հույսը դնում ենք իրենց ֆրակցիոնիզմի մեջ։ Մենք ասում ենք, որ նաև դա է աշխատելու։ Որտեղ եթե դա չաշխատես, կաշխատի մեկ այլ ինստիտուտ, համանդրական պատասխանատվության ինստիտուտը։ Հետո ինչ է նշանակում, ասենք հանրապետության նախագահին տվել են լայն լիազորություններ, եւ այդ լիազորությունները պետք է նաև ենթադրենք, որ կամայականության արդյունք կարող են կամայականության դրսևորումներ կարող են ունենալ, բացարձակապես ոչ։ Սահմանադրությունը ունի երաշխիքներ, որ այս հարցերը չեն վերապավում նախագահին, որպեսզի նա միազնյակ կերպով լուծի կամ չլուծի։ Ընդամենը նախագահը կարող է գնահատել այս հարցերի լուծմանը սահմանադրականության տեսանկյունից։ Եթե ինքը գտնում է, որ ներկայացվել է մի այնպիսի տեխնացու կամ օրենք, որը հակասահմանադրական է, սահմանադրականությունը այդ խնդիրներ ունի, ինքը կարող է դիմել սահմանադրական դատարան։ Չի կարող դիմել։ Կարող է դիմել, որովհետև կուսակցությունը միանգամից հետ կկանչի իրան։ Գիտեք ինչ, ընտրիչները իրանք ասեն, ինչ հեռացար։ Ուրեմն հենց դրա համար էլ կգործի։ Ոչ մի հակակշիռ չի։ Դրա համար էլ հակակշիռները, ախր դուք մենակ ենթադրություններ եք անում։ Ես փաստ եմ ասում։ Դուք փաստ չեք։ Մենք ենք նշանակում ձեզ։ Դուք փաստն ասում եք ձեր պատկերացման։ Դուք մեկնաբանեք։ Ես մեկնաբանում հետևյալ կերպ, որ գործելու նաև նոր ինստիտուտ, ուղղակի սահմանադրական նաև պատասխանատվության ինստիտուտը, որը էլի գործող սահմանադրությունում չկա, նույնիսկ մենք առաջարկում ենք, որ պետք է լինի առանձին կառուցակարգային մի մարմին, որը սրանով պետք է զբաղվի։ Բայց եթե չզբաղվել, միևնույն է հիմքերին կանեն հստակեցված, որ դառնում է ամեն ինչ կանխատեսել է։ Գիտեք, ինչ շատ հաճախ մենք ասում ենք կամայականություններ կլինեն, քաղաքական ուժերը սա կանեն, նա կանեն, այնպես գործողություններ կանեն, միշտ այսպես հակաժողովրդական քայլեր կանեն։ Աշտներից վախեցած է, պարոն Դանիելյան։ Ժողովուրդն էլ պետք է սա գնահատի, նախ տեսնի, հա, վերջին հաշվով ինքը հասկանա, որ ով է աշխատում, ինչի համար է պատասխան տալիս, եթե չտա մի ընտրեք այդ քաղաքական ուժին։ Հիմա տեսեք, ստացվել է, կստացվի։ Որտեղ պետք է փոխվի այդ ամբողջը։ Պարոն Դանիելյան, տեսեք, դուք ասում եք հակակշիռ, նախագահը որտեղ այսպեսի սահմանադրություն է։ Հիմա տեսեք, հիմա եթե նախագահը մի կուսակցությունից է ընտրված, կառավարությունը նույն կուսակցությունից է, ո՞նց է հակակշիռը։ Չի կարող լինել կուսակցության անդամ, դուք ուղղակի կուսակցությունից ընտրված է, ուրեմն մի հայտարարում կարող է, գիտեք ինչ, ունկնդիրներից կապես թյուրիմացիան մեջ գցենք։ Մենք կարող ենք բանավիճել, խնդիր չկա, բայց գոնե այն հարցերը, որոնք սահմանադրությամբ ամրագրել են, հնչեցնենք ինչպես որ կա։ Դա չի լինելու որևէ կուսակցության անդամ։ Բայց դա որևէ էական դա նշանակվելու է կուսակցության կողմից, չէ՞, ընտրվելու։ Ուրեմն, տեսեք, շատ པարզ ենք մենք պատկերացնում։ Ես դրա համար իսկապես մտահոգություններ ունեմ, որ մենք երբեմն հասարակության ուղղակի խափում ենք, թյուրիմացիան մեջ ենք գցում եղում ասած։ Այսքան լավ, ընդունենք մի քաղաքական ուժը, ինչպես դուք եք ասում, կարողացավ հասնել նրան, որ իր նախընտրած տեխնացուն դարավ հանրապետության նախագահ։ Եվ իրեն վերապահված լիազորություններից ձեռնպահ կարողացավ իրեն կաշկանդված վիճակում պահել եւ այլն։ Հիմա որ ասում եք այդ նույն նախագահին մենք ընտրում ենք 7 տարի ժամկետով, նաև այս խնդիրն ենք փորձում massam մեղմել, լուծել ամբողջովին այս բոլոր խնդիրները միայն իրավական ճանապարհով։ Հնարավոր չէ, դուք շատ ճիշտ եք, որ պետք է դրա համար լինի նաև համարժեք իրավական մշակույթ, քաղաքական մշակույթ։ Բայց անգամ իրավական հարթությամբ մենք ասում ենք պետք է այս բոլոր դռները փակենք։ Եթե ասում ենք 7 տարի, նշանակում է, որ այստեղ ընտրված խորհրդարանի
եւ ընդունենք ընտրված նախագահի միջև ինչ-որ միտեղ լիազորությունների խզում է լինում, իրար վրա կաշկանդելու հնարավոր խզում է լինում։ Այստեղ անկախության ինքը ձեռքաբերում որոշակի պաշար, հնարավորություն։ Հաջորդ ընդունենք ազգային ժողովը, հաջորդ խորհրդարան այլևս չի կարող իր գոնե մի 2 տարի ժամանակով։ Իսկ եթե ընտրես մի երկար ժամանակ էլ ինքը արդեն լինում է մի այնպիսի խորհրդարան հետ փոխհարաբերության մեջ գտնվող մարդ, որից ինքը չի ընտրվել։ Պարոն Դանիելյան, մի շատ կարևոր էական հարց։ Բոլորս հասկանում ենք, որ եթե ընտրությունները կեղծվում են, մեր բոլոր այս խոսակցությունները անիմաստ է, հա, որովհետև լինում է ինչ լինում է։ Հիմա ընդդիմությունը ինչ առաջարկանում է մեծամասնություն ընտրական օրենսգրքի վերաբերյալ իշխանությունը անում է ինչ ինքը ուզում է, հա, այստեղ լուծումներ կան թե չկան։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, չնայած մի փոքր մենք անդրադարձել ենք դրան, բայց իսկապես վերադառնանք հենց բուն ընտրական օրենսդրությանը։ Մի դեպքում ընդդիմությունը ասում է, որ օրենսդրությունը բարելավում է, բայց ոչ այն, հա, ընդունենք չափանիշները, որը այս կամ այն կերպ կնպաստեր, որպես ընտրակեղծիքներ չլինեին, հետևաբար եթե դուք ընդունեք մեր առաջարկությունները, ապա կլինի վերահսկելի հնարավորության սահմաններում այդ կեղծիքները քիչ կլինեն եւ այլն, ասում ենք շատ լավ, հետևաբար սա համարվում է կարևոր օրենսդրական ակտ։ Սա այն օրենսդրական ակտը չի, որ մենք պարզապես փորձենք 50% + 1-ով ընդունել այս օրենքը։ Դրա համար կլինի արդեն որակյալ մեծամասնություն։ Հիմա նույն ձեր ասած ընդդիմադիր ուժերը պետք է ասեն, գիտեք ինչ կա, մեր պահանջները դուք հիշում եք, դուք գիտեք մեր պահանջները։ Չեք ընդունի, մենք էլ կողմ չենք քվեարկի։ Իսկ եթե վերադառնանք այն նույն հարցին, այնուամենայնիվ կողմ են քվեարկում, ուրեմն հետևաբար մենք այստեղ խոսելու որևէ նյութ չունենք։ Եթե բոլոր քաղաքական ուժերը անկախ իրենց անվանումներից այդպես են պատկերացում, ուրեմն ինչի մասն է խոսքը։ Հենց սահմանադրության առավելությունը նա է, որ տալիս է հնարավորություն բացահայտ աշխատելու եւ ճանաչելու, որ քաղաքական ուժը ինչ է դավանում եւ ինչպես է գործում։ Այստեղ հայտարարություններ անելը, հարցեր տալը եւ այլն, դրանք հարցի մի կողմն են։ Սահմանադրությունը մարդկանց բերում է մի այնպիսի դաշտ, որտեղ դու պետք է կարողանաս գործել եւ գործով ապացել։ Դու իսկապես ինչպեսի դիրքորոշում ունես, ինչպեսին է քո քաղաքական կամքը։ Դատական համակարգի առումով ինչ-որ բան փոխվում է, թե ոչ, որովհետև մենք գիտենք, որ մեր երկրի թիվ 1 խնդրեմ այսօր դատական համակարգն է։ Դատարանները իշխանությունից անկախ չեն։ Կարծում եմ բավականին շատ բան է փոխվում։ Այս հարցերը միշտ սուր քննադատության թիրախում են եղել։ Սկզբունքային փոփոխությունը ես փոխկապակցում եմ բարձրագույն արտարադատության խորհրդի հետ, որ վերջին հաշվով այս մարմինը, որը եւ կարող է դատավորների նշանակման հարցում ով է նշանակում նրանց անդամներին։ Այստեղ արդեն ազգային ժողովի դերակատարումը մեծանում է, բայց մի կարևոր հանգամանք վերջին հաշվով նկատի ունեցեք կազմն է փոխվում։ Այստեղ արդեն դատավորները մեծամասնություն չեն ունենալու, կլինեն նույնքան դատավորներ, որքան իրավաբան գիտնականներ։ Բնականաբար խոսքը կվերաբերեն իրավաբան գիտնականներին, որոնք որևէ պետական համակարգում չեն աշխատում։ Ով է նրանց նշանակում։ Ասացի արդեն։ Ազգային ժողովը։ Այո։ Իսկ նախագահը կարող է ներկայացնել տեխնացուներ, բայց նշանակում է ազգային ժողովը։ Էլի մեծամասնություն, այսինքն։ Էլի մեծամասնություն։ Դե ազգային ժողովում նկատի ունենք հանրապետական կուսակցությունը։ Եվ ենթադրում ենք, որ հենց այս հարցը արդեն ինքնիկյան լուծում է։ Այսինքն ինչ է, մեծամասնությունը պետք է փորձի դատավորներին այս կերպ ազդել։ Եթե մենք ամեն ինչի մեջ տեսնում ենք շատ, գիտեք ինչ, դա այն լծակը չի, որը դուք համարում եք, թե ամեն գնով աշխատողի, այսօր էլ դուք արտարադատության խորհրդի աշխատանքները նայեք, նշանակված է իրավաբան գիտնական արտարադատության խորհրդի կողմից, ձեր ասած ազգային ժողովի կողմից, ձեր ասած մեծամասնության կողմից, բայց բավականին լուրջ այդպես պայքար է տանում արտարադատության խորհրդում եւ շատ հազվադեպ է իր դիրքորոշումը, ասենք Ղազենյան Գագիկի դիրքորոշումը համակարծիք լինում, նույնական լինում մյուս անդամների հետ։ Դուք ինչ եք մարդեն գործում ուզում ենք բնութագրել։ Սկզբունքն է, որ էլի մեծ նշանակում է ազգային ժողովի մեծամասնությունը։ Մտածեք, որ եթե ինչ որ կանոնները փոխպայմանավորված են ազգային մեծամասնության հետ, ուրեմն մարդը ընդհանրապես այստեղ կորում է։ Ես այդպեսի բան չասեցի, ես ասում սկզբունքը էլի գալիս է, որ դա դուք ենթադրեցիք, պարոն Դանիելյան։ Ուրեմն ճիշտ ենթադրեցի։ Շնորհակալություն, մեր ժամանակը սպառվեց։ Սերուստայտոներ, մենք շարունակենք մանրամասն քննարկել կողմ եւ դեմ կողմերին լսել համադրական բարեփոխումների մասին, որովհետև ինչպես ասում են, շատ մեծ բան է դրված նժարի վրա, խոսքը մեր պետության կարելի ասել հետագա զարգացման մոդելին, ձևին եւ բովանդակությունն է վերաբերում եւ մենք կհետևենք եւ կփորձենք հնարավորինս քննարկել, իսկ ձեր կողմից հասնում է ուշադրի լսել, որպեսզի ճիշտ կողմնորոշվել։ Կհանդիպենք, ցտեսություն։